Մարդիկ ասում են, որ չեն հավատում Աստծուն, քանի որ չեն կարող տեսնել Նրան։ Եթե ինչ-որ բան անտեսանելի է, դա նշանակում է, որ այն գոյություն չունի։ Չնայած տիեզերքի մեծ մասը անտեսանելի է անձեն աչքով, մենք կարող ենք այն տեսնել աստղագիտական աստղադիտակների միջոցով, եւ չնայած միկրոօրգանիզմները անտեսանելի են անձեն աչքով, մենք կարող ենք տեսնել դրանք մանրադիտակի միջոցով։ Ուրեմն, ինչպես կարող ենք տեսնել Աստծուն, որը անտեսանելի է։ Հովհաննես 5-րդ գլուխ 39-րդ համար։ Դա, Սուրբ Գիրքը, էլ վկայում է իմ մասին։ Մենք կարող ենք գիտակցել անտեսանելի Աստծո գոյությունը Աստվածաշնչի միջոցով։ Եկեք հաստատենք, որ Աստվածաշունչը փաստ է գիտության միջոցով։ Հոբ գլուխ 26-րդ 7-րդ համար։ Նա դատարկության վրա հյուսիսն է տարածում, ոչնչի վրա երկիրը կախում։ Տիեզերքից դիտելիս երկիրը կախված է ոչնչի վրա։ Այսօր ողջամտորեն ընդունված է, որ երկիրը կախված է ոչնչի վրա, բայց միայն 17-րդ դարում դա գիտականորեն ապացուցվեց Նյուտոնի տիեզերական ձգողականության օրենքով։ Սակայն Աստվածաշունչն այս փաստը արդեն գրանցել է մոտ 3500 տարի առաջ։ Հաջորդը կան ջրի շրջապտույտի մասին գրառումներ։ Հոբ 36-րդ գլուխ 27-րդ համար։ Որովհետև նա ջրի կաթիլները քաշում է նրա գոլորշուց անձր է թափում, որ ամպերն են տեղում, առատորեն մարդկանց վրա կաթեցնում։ Սա բացատրում է գոլորշիացման, խտացման տեղումների գործընթացը։ Ջրի շրջապտույտն առաջին անգամ ապացուցվել է 17-րդ դարում, Պերոյի Մարիոտի փորձերի արդյունքների միջոցով։ Սակայն Աստվածաշունչը ջրի շրջապտույտը նկարագրել է մոտ 3500 տարի առաջ։ Սա անկասկած ապացույց է այն բանի, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է, որը ապացուցում է Աստծո գոյությունը։ Ապա ինչու պետք է հավատանք Աստծուն։ Դա այն պատճառով է, որ երկնքի արքայությունը գոյություն ունի։ Հայտնություն 21-րդ գլուխ, առաջին համար։ Տեսա նոր երկինք ու նոր երկիր, այլս մահ չի լինելու։ Աստվածաշունչը վկայում է, որ կա նոր երկինք, նոր երկիր, որը երկնքի արքայությունն է։ Մենք կարող ենք մտնել երկնքի արքայություն, որտեղ մահ չկա, միայն եթե ունենանք հավիտենական կյանք։ Ապա ինչպես կարող ենք ունենալ հավիտենական կյանք։ Հովհաննես 6-րդ գլուխ 54-րդ համար։ Ով ուտում է իմ մարմինը, խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի։ Ինչպես կարող ենք ուտել Հիսուսի մարմինը, խմել նրա արյունը։ Ղուկաս 22-րդ գլուխ 15-րդ համար։ Շատ ցանկացա իմ չարչարվելուց առաջ այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել։ Եվ հացը վերցնելով գոհություն հայտնեց, կտրեց ու նրանց տվեց ասաց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում։ Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։ Հիսուսն ասաց, որ զատիկի հացը իր մարմինն է, իսկ զատկի գինին իր արյունը։ Երբ մենք պահում ենք նոր ուխտի զատիկը, կարող ենք ունենալ հավիտենական կյանք, մտնել երկնքի արքայություն։ Հուսով ենք, որ դուք կստանաք հավիտենական կյանքի օրհնությունը նոր ուխտի զատիկը պահելով։